Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր իմ խոհանոցում նեխուրն է, խոսելու եմ մի փոքր նեխուրի մասին և շատ համեղ տապակելու եմ։ Շատերը կարծում են, թե նեխուրը բաղկացած է զուտ ջրից և այն կարելի է օգտագործել միայն թթուներին համ տալու համար պահածոների մեջ, բայց ինչպես մյուս այլ կանաչիների տեսակներ, նույնն էլ հենց նեխուրը իր մեջ պարունակում է սննդարար շատ նյութեր, վիտամիններ, հակաօքսիդանտներ, նպաստում է առողջությանը և այն շատ օգտակար է։ Ես նեխուրը լավ լվացել եմ, ցողունը տերևից առանձնացրել եմ, քանի որ ցողունը մի փոքր ավել է ուզում եփը, դրա համար առանցին մի հատ եփում եմ, նոր տերևը ավելացնում եմ, 10 րոպեն բավական է սիրելիներս, շատ եթե եփեք, այդ առողջարար բոլոր վիտամինները կկորչեն։ Ուրեմն սովորական մի փոքր աղով եփում եմ և ընդամենը ձվածեղով պատրաստում եմ, եփելուց հետո քամում ենք, ավելացնում եմ յուղով տապակված ձվի վրա, մի լավ խառնում եմ և նեխուրով ձվածեղը պատրաստ է։ Պատկերացրեք ամենօրյա նեխուրի օգտագործումը պահպանում է և լավացնում է տեսողությունը, այն երիտասարդացնում է և թարմացնում է դեմքը, նիհարել ցանկացող կանայք կարող են այն իրենց առօրյա սննդակարգից չբացառել, անընդհատ օգտագործել թեկուզ թուրմը, իջեցնում է խոլեստերինը, նեխուրի օգտագործումը նպաստում է նյութափոխանակությանը և դրա շնորհիվ էլ կարողանում են շատերը նիհարել, մի խոսքով շատ համեղ է ստացվում, տապակած շուշանի, սիբեխի և այլ կանաչիների տապակայի պես համեղ է, դուք փորձեք, մինչև կհանդիպենք մյուս նոր վլոգում։